նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Երբ ընտանիքում ամուսինը բժիշկ է, իսկ կինը խոհարար, տան ճաշերը պատրաստվում են բացառապես ռեցեպտով։ Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, MJ հեռուստաընկերության եթերում Armenian Evening հաղորդաշարն է։ 5-շաբթի օրերը 22:30 իհարկե մեր հեռուստադիտողները հավաքվում են հեռուստացույցի շուրջ, որպեսզի միասին դիտեն եւս մեկ հայկական երեկո եւ անցկացնեն հայկական երեկո ճանաչված եւ սիրված մարդկանց հետ։ Այսօր իհարկե բացառություն չի լինելու, սիրելի հեռուստադիտողներ, իհարկե քիչ ուշ կներկայացնեմ մեր հյուրին, կզրուցենք, խոսենք, իհարկե հաճելի խաղ, մի խոսքով լավ հայկական տնական երեկոն ապահովված է։ Այնպես որ ինչ եք անում դուք այս պայն իհարկե դիտում եք մեզ, ինչ ենք անում մենք ոնց որ ասած սկսում ենք։ Սիրելի հեռուստադիտողներ, այս պայն սիրով ուզում եմ ներկայացնել մեր նախագծի գործընկերներին, շնորհակալություն հայտնել աջակցության համար։ Armenian Evening նախագծի հովանավորն է 911 Detox Center կազմակերպությունը, որը օգնում է այն մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն եւ վերադարձնում լիարժեք կյանքի։ Ձեր շրջապատում կամ դուք ունեք նման խնդիր եւ չգիտեք ինչ անել, ինչպես լուծել այդ հարցը, ապա մտածելու կարիք չկա, պարզապես դիմում եք 911 Detox Center եւ բոլոր հարցերը, խնդիրները իհարկե կլուծվեն։ Հեռախոսահամարը 409 9000 Մեր նախագծի գործընկերն է Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը ձեզ առաջարկում է շատ հաճելի հարմարավետ համարներ, լողավազաններ տաք հանքային ջրով եւ մի խոսքով բոլոր հարմարությունները լիարժեք հանգիստը վայելելու համար։ Այնպես որ եթե ունեք հանգստյան օրեր եւ չգիտեք ինչպես այն իրոք վայելեք, որովհետև իրականում գաղտնիք չէ, որ մենք այնքան ծանրաբեռնված ենք, այնքան աշխատանքի մեջ ենք, որ հանգստյան օրերը ոչ թե ուղղակի դե լավ հանգստյան օրերը, այլ դա պետք է վայելել, որովհետև եթե չվայելենք, էլ հետո վատ կսկսենք մեր աշխատանքը։ Այնպես որ եթե ուզում եք իրոք լինի այդ ամենը լիարժեք, հենց ամրագրում եք ձեր տեղերը եւ գնում եք վայելում եք այդ ամենը առողջարանում Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրում։ Հեռախոսահամարն է 760 329 60 33։ Շատ արագ ընթերցեմ այսօրվա նորությունները եւ այնուհետեւ սիրով ներկայացնեմ մեր հյուրին։ Մի տղամարդ 16 տարով գնացել է քարանձավ վարձավճարը չվճարելու համար։ Պատկերացնում եք 16 տարի ապրել է քարանձավում, որ վարձերը չվճարի։ Դե նույն տրամաբանությամբ ասեմ, ուրեմն տենց որ նայես, ուրեմն ամբողջ Գլենդելը հիմա պետքա քարանձավում ապրի։ Հնդկաստանում դատարանը սպանությունից 9 տարի անց երկու տղամարդու ցմահ ազատազրկման է դատապարտել թութակի ցուցմունքների հիման վրա։ Այնպես որ սիրելի տղամարդիկ, սիրուների մոտ որ գնում եք, իրանք էլ տանը թութակ ունեն։ Գտեք թութակի այդ լեզու, կաշառեք, որ հետո խնդիրներ չունենաք։ Ընդամենը մի քանի վայրկյանից մենք կմիանանք կրկին եւ սիրով կներկայացնեմ մեր այսօրվա հյուրին։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, սիրով ուզում եմ ներկայացնել Armenian Evening այսօրվա մեր նախագծի հյուրին, երգիչ Իշխան Խաչատրյանը։ Իշխան ջան, ողջունում եմ քեզ, շատ ուրախ եմ
հրավերքս չմերժելու համար ուրախ եմ քեզ տեսնելու մեր տաղավարում։ Ես էլ եմ ուրախ Արմեն ջան, բարի երեկո, ոնց են ասում, ոտս խերով։ Շնորհակալություն։ Ուրախ եմ հրավերի համար։ Շնորհակալ եմ շատ Իշխան ջան։ Իդեպ հետաքրքիր ասում ես ոդկս խերով։ Ես օրինակ միշտ սովորաբար որ ասում եմ միշտ մի մտածեք ին ոդկը խերով է անպայման, եւ իրոք դա գիտես ինձ թվում է կա չէ դրանում ճշմարտություն, երևի ոդկը խերով լինի որ մարդիկ գնում են, ասում են երևի դրանում ճշմարտություն կա։ Հետենց հինեկած ու կա, էլի, հա։ Խոսքա միշտ ասում են։ Հա, այսինքն մարդը եւ համոզված եմ այդպես է լինելու է մեզ մոտ, շնորհակալ եմ քեզ։ Իշխան ջան, հարցը, որը առաջինը տալիս եմ իհարկե մեր հյուրերին, դա պարտադիր է, սկսում ենք այդպես։ Ով էր այն մարդը կամ գուցե մարդիկ, բարեկամներ կամ ծնողներ, չգիտեմ, կամ հենց դու գուցե ով գտավ այդ տաղանդը երգչի, հա, փոքրուց եւ որոշեց, որ նո այս երեխան կամ դու հենց դու որոշեցիր, որ պետք է երգես։ Եղբայրս երևի, որովհետեւ հա մինչև երգել ես սպորտով եմ զբաղվել, երկար տարիներ, հա, հունարոմյականում շաբաթ։ Սպասի, այ դա արդեն հետաքրքիր, այսինքն դու ուշ ես սկսել երգել, փաստ։ Ուշ եմ սկսել 14 տարեկանում, 14 տարեկանում եմ սկսել։ Եղբայրս գործիքավորող էր։ Ահա։ Մեր տունը միշտ տենց երաժշտության այդ ամեն ինչը եղել է, էլի մի խոսքով է տեխնիկան, այդ ամեն ինչը որ տենց գալիս էի երեկոյան, որ գալիս էի պարամունքից, գալիս էի տուն, ոնց որ ինձ սենց ինչ-որ մի բան սենց ձգում էր դեպի այդ երաժշտությունը ու միշտ էթում էի քնելուց առաջ հանգստանալուց ինչ-որ երգեր էի միացնում, վաղ եղբայրս այդ ամեն ինչը տուն ունենք, էլի։ Միացնում էի սկսում էի թաքուն երգել, որտեղ ամանչում էի երգել, էլի, որ կաց չասեն Իշխանը սպորտով զբաղվում, բան ընկերներս էլի, այդ բարեց ընկերներից էս բանը։ Եկալուց թաքուն երգում էի տուն, մի խոսքով։ Հետո տենց առիթ էր ոնց որ պապայիս ծնունդներ համոզեց եղբայրս, ասաց երգի, ասի չէ ամաչում, բա երգի դե լավ, չկա։ Մի խոսքով համոզեցին, վերցեցի, սկսեցի երգել։ Ու ոնց որ այդ օրվանից սկսվեց իմ շատ հետաքրքիր, բայց արի միջև երգել, այ մի քիչ խոսենք սպորտի մասին, փաստորեն Ռոմը որ հունահռոմեականով, հա, հունահռոմեական բրշամար, դա ինչ հաջողությունների հասար, այսինքն դա բավականին էլի լուրջ։ Ես պարապել եմ մոտ 8-9 տարի, պարապել եմ սպորտով, փոճուր հասակից, մասնակցել եմ Հայաստանի մրցումները, մասնակցել երկրորդ տեղ եմ գրավել, երրորդ տեղ եմ գրավել, միջազգային մրցումների եմ մասնակցել ու չեմ ասում շատ, գիտեմ ինչերի եմ ասել, բայց ունեցել եմ հաջողություն որոշակի։ Որովհետև այո, որովհետև տես փաստորեն մինչև 14 տարեկան այսինքն դա բավական լուրջ եւ 14-ում հոп միանգամից կյանքս փոխվեց, երաժշտությունը սենց միանգամից փոխեց իմ կյանքը։ Բայց դա էլ իմիջիալոց իհարկե շամարտն էլ իհարկե իր տեղը կունենա, որովհետև տվյալ պարագայում օրինակ գնաս գործիքավորում այն ինչ որ մեկ անում կամ կոմպոզիտոր կամ եթե երգը դուրը չի գալի ու սկսում են չլսել քեզ հոպ ու գետնին դու դա իհարկե կատակ էր շատ լավ եւ փաստորեն արդեն դպրոցը որ ավարտեցիր արդեն երգում էր հա այդպես ասեմ արդեն երգում էր դպրոցը ավարտել եմ ընդունվել եմ էստրադային եւ ջազային պետական քոլեջ ահա Բակունցի անվան, այն ժամանակ կուկուրուզնիկներ էր։ Այո, մերեր։ Հա։ Հետո այնուհետև այնտեղ ավարտել եմ, գնացել եմ ծառայությունս ավարտելուց հետո անմիջապես ընդունվել եմ կոնսերվատորիա։ Արդեն ընդունվեցիր կոնսերվատորիա, այդպես սկսվեց։ Շատ լավ, իսկ առհասարակ օրինակ որ դպրոց ավարտելուց հետո չկար, այսպես այնուամենայնիվ միտք, որ շարունակել հենց երաժշտական, այլ սպորտային, թե այնուամենայնիվ սպորտը արդեն վերջացրած է։ Իմ սենց է սեղել, ես միանգամից ոնց որ սպորտի մասին միանգամից մոռացա, միանգամից, ոչ թե նու շատ եմ սիրել, միշտ հետևել եմ ընկերներիս հետ, մինչև այլ կապը կա իմ բառեց ընկերների հետ, մի բան էլ եմ նաև ուզում ասեմ, իմ սաղ իմ ընկերներին խորհուրդ եմ տալի, ասում եմ ձեր երեխեքին փոքր ժամանակ տվեք սպորտի ու հունարոմեական ըմբշամարտ։ Եթե լավ ըմբիշ չդառնա, ուրեմն թող հաստատ լավ մարդ կդառնա։ Որտեվ միակ սպորտաձևն է, նու շատ սպորտաձևեր կան, բայց հունարոմեական ըմբշամարտը միակ ամենակարևորը մարդուն տալիս է շատ խրատներ է տալի բացի այն որ կարաս դառնաս լավ սպորտսմեն եթե նույնիսկ չդառնաս լավ սպորտսմեն միանշանակ վստահ ասում եմ որ կդառնան լավ մարդիկ որտեվ ընդ դիսցիպլինան մի խոսքով ամեն ինչ ուրիշ է
խորհուրդ կտամ, որ Դե համենայն դեպս մենք մի օրինակ ունենք։ Ահա, իշխանը, որը իրոք շատ լավ մարդ, լավ անձնավորություն, տաղանդավոր։ Ես պարզապես գիտես ինչ հետաքրքիր։ Ես իհարկե որոշակի առումով սպորտի հետ կապ ունեմ, բայց իհարկե ոչ պրոֆեսիոնալ, այդ ըմբշամարտների տարբերությունը, այդ շատ հակիրճ, հա, այսինքն ու ռոմեականը եւ օրինակ չգիտեմ, սամբոն կամ չգիտեմ, ազատ ոճի, այսինքն իրանք ուրեմն ասենց ազատ ոճը ոտքերն էլ, այսինքն կպնելու ժամանակ, բարբանելու ժամանակ ոտքերից էլ են բռնում։ Դա ազատ ոճն է։ Հա, դա ազատ ոճն է։ Իսկ կլասիկ ոճը, կլասիկ եւ վոլնիկ, ասենց ժողովրդի լեզվով ասեմ, որ ավելի բան է։ Կլասիկ ոճը դա գոտկատեղից վերև է։ Ասենց ասեմ, մեր Արտուր Ալեքսանյան, մի տղաներ, իրանցը կլասիկ է, այսինքն այն ինչ որ ես պարապել եմ։ Իսկ ազատ ոճը բանը վոլնիկները նաև ոտքերից կարող են, այսինքն շարժումներ անեն էլի ոտքերով։ Տարբերությունը է դա։ Մեր խոսքով այո։ Ամեն դեպս իվացանք որոշ տարբերություն է։ Շատ լավ։ Եվ իդեպ ես ուզում եմ նաև նշել, որ դա հաղորդումներից մեկում նշել եմ, դու ծնունդով էջմիածնի, ճիշտ եմ։ Այո։ Եվ ուզում եմ անպայման նշել, որ շատ տաղանդավոր իհարկե չնայած մեր էջմիածին իհարկե առհասարակ մեր սրտերում բոլորի տեղ ունի, բայց շատ տաղանդավոր իհարկե էջմիածից տաղանդավոր մարդիկ են դուրս գալի, երաժիշտներ, սպորտսմեններ։ Միշտ դա նկատել եմ մեր հյուրերը որ գալիս են, դե բնականաբար իհարկե շատ Գյումրիից, Լեննականից, իհարկե Էջմիածնից, բայց Էջմիածնից շատ ենք հյուրեր ունենում, ովքեր շատ տաղանդավոր են։ Ինչու՞ մա գախնիկ կա ինչ որ թե չգիտես։ Դե գախնիկը տենց չեմ կարող ասել ինչ որ հատուկ ինչ որ գախնիկ, բայց չգիտեմ, սուրբ քաղաք է մեր քաղաքը։ Համամիտ եմ։ Չգիտեմ, տարբեր տեղեր լինում են տաղանդավոր մարդիկ եւ երգիչներ եւ դերասաններ եւ Էջմիածնում էլ կան, էլի։ Շատ լավ։ Բացառություն չի։ Այո, Իշխան ջան, ես ուզում եմ մենք նաև զրուցենք, խոսենք Փաստորեն կոնսերվատորիան ավարտելուց հետո դու երկար տարիներ իհարկե որտեղ էր աշխատում եւ մենք իհարկե մեր ծանոթությունը, եթե չեմ սխալվում, եղավ որ հերոստանախագծից, չէ՞, մեր հերոստանախագծից եղավ 2006 թվականին Armenia TV-ով Tata Production համազգային աստղ նախագծից, որտեղ որտեղ ես արդեն ծանոթացանք ընկերությունը։ Ոնց ավարտվեց, այդ չեմ հիշում հիշացրու առասարակ։ Ոնց եղավ, թե պարզապես մրցակցություն էր, թե ուղղակի այնտեղ ի սկզբանե սենց էր, ոնց որ մնացած բոլոր այդ մրցույթները, ասենց ասեմ, այնտեղ ասենք թե չգիտեմ 10000 հոգուց կամ 7000 հոգուց ոնց որ պետք է ընտրեն անցներ 16 ֆինալիստներ ու այդ 16-ով սկսվեց մեր այդ նախագիծը։ Հետո վերջում ոնց որ բոլորս արժանացանք սկավառակների, այսինքն բոլորս էլ ոնց որ մի հատ ընդամենը Grand Prix կար, այդ 16 հոգուց մի հոգի պետք է ոնց որ արժանար Grand Prix-ին, որը այդ բան Արտուր Բեստը եւի կհիշեք։ Այո, հիշում եմ։ Տենց շատ լավ օրեր էին։ Այո, դե հաճել էր ամենայն դեպս եւ այնուամենայնիվ Փաստորեն երկար տարիներ աշխատելով, այսպես դու քո գործունեությամբ աշխատում ես, ես շատ լավ գիտեմ, եւ արդեն հետո տեղափոխում Միացյալ Նահանգներ, բայց կար, չէ, երևի 1.5 տարի 1.5 մոտավորապես տարի եւ ինչպես ես քեզ այստեղ զգում օրինակ այնուամենայնիվ դե բնականաբար իհարկե այսպես այստեղ համարյա թե ոնց որ զգաս նույն Հայաստանում այսպես տարբերություն չկա պրակտիկապես բայց այնուամենայնիվ իհարկե դե այստեղ արդեն հասել ես մրցանակներ ստանալ մենք անպայման իհարկե կխոսենք մի հրաշալի նախաձեռնության մասին մրցանակաբաշխության, որը տեղի ունենալու ամսի 26-ին, որտեղ նույնպես իշխանը նույնպես մասնակցելու, դա մի քանի րոպեից կզրուցենք։ Բայց առհասարակ եւ որտեղ տարուկես սովորաբար ասում են, համը դե բոլորս մեր վրա ենք զգացել, ինչի որ ասելով, քիչ է դեռ ադապտացվել ոնց որ 3 եկածել, հա։ Ոնց արագ է թռնում, հա։ Չեմ կարող բացատրեմ պրոստը։ Արագ է, շատ թռնում։ Ստել կյանքը մի քիչ ունեցա որ անդած զբաղված ինչ որ բան է ու շատ արագ անցել, ուժեմ ասում եմ որ մեկ sense մտածում եմ որ արդեն տարիքս աստեմ, ոնց որ 2 օր առաջ եկածել ենք։ Տպավորությունը տենց է ամենայն դեպս։ Այո, շատ իրոք շատ արագ է թռնում ժամանակը, որովհետև չգիտես, հոպ մեկ է հասնում ես, հա։
Ես օրինակ նույնպես իմ կարող եմ ասել, որ շատ արագ է տրվում։ Բայց եւ խնդրեմ նաեւ այդ մրցանակի մասին եկար դե այստեղ բնականաբար շան դե միջև է դու շատ էր գալի գնում այսպես համերգներով, ելույթներով, այսպես այնպես չի որ դա առաջի անգամ էր, բայց հիմա որ արդեն մշտական ինչ մրցանակի մասն էր այստեղ արդեն հասցրեցիր։ Մրցանակը ոնց որ սենատի կողմից որպես մեր հայ ժողովրդական երգը պրոպագանդող շատ լավ, բրավո։ Միտքը դա էլի հայ մրցանակի, որի համար շնորհակալ եմ մեր Մարատին Հայրապետյան մրցանակին Ես էլ եմ միանում, այո, Մարատին ջան ողջունել։ Դեռ տենց անակնկալներ կան ընթացքում, Արմեն ջան։ Մարատին ջան ողջունել, իրոք Մարատը շատ ջան ողջունել իմ ընկերոջը։ Այո, շատ լավ։ Եվ նաև արի զրուցենք մի քիչ իհարկե քիչ ուշ կզրուցենք առհասարակ, խոսենք կրկին, բայց ամսի 26-ին, ամսի 26-ին առաջին անգամ այստեղ Լոս Անջելեսում տեղի ունենալու հայկական ժողովրդական երգի մրցանակաբաշխությունը մի քիչ կպատմես այդ ամենի մասին, որտեղ դու նույնպես ներկայանալու ես, կարող ես ասել, որ երգով կարող ես ոչ։ Ի սկզբանե մի քիչ սկզբից պատմեմ, իհարկե։ Երբ որ տեղափոխվեցի Միացյալ Նահանգներ, դե ասենց ասեմ, մեր ժողովրդական գործիքների Լոս Անջելեսի ղեկավարը մեր Հովհաննես Շահբազյանն, շատ լավ ընկեր է, ողջունենք նաև Հովհաննեսին։ Ուրեմն ես որ արդեն ստեղ էի, իմացա, որ պետքա համերգ լինի մեր մայստրո Ռուբեն Մաթևոսյանի հոբելյանական երեկո պետքա լիներ Լոս Անջելեսում Ալեքս թատրոնում ու իմ ընկերոջը Արմանին ասացի, նաև ողջուններս մեր Հովհաննեսյան Արմանին, Արմանն ասաց sense բան արնելու կուզես երգես, ասի կուզես միանշանակ մեծ պատիվ է մեր մայստրոյի, ես էլ նաև առիթից օգտվելով ասեմ, որ կոնսերվատորիայում ավարտել եմ մեր մեծ վարպետ, մեր մայստրո Ռուբեն Մաթևոսյանի դասարանում, ողջուններս մեր մայստրոին առողջություն, մեր լեգենդին, սենց ասեմ։ Մի խոսքով ասացի, հա իհարկե կուզեմ, ու տենց ոնց որ ժամանակ չկար, արդեն իրանք գործիքավորումը արել էին արդեն ժող անսամբլի հետ, ով ինչ երգ պետքա երգի, ոնց որ արդեն մի քանի օր էր մնում ընդամենը համերգին, ես տենց շատ արագ դաշնակար մեր Ռոմայի հետ գնացինք իրանց տուն, ոնց որ Լուսինեի հետ, Լուսինե երգչուհի ունենք Լուսինեն, որը որ էլի մասնակցել է Միրզա Խանյան, այո։ Ասացինք ինչ որ հետարքիր լուծում տանք, սիրելիս երգը, գիտեմ սիրում ես ինձ ու լալիս ես։ Սիրելիս երգը դաշտամնու ռայալով, ոնց որ դուետ տարբերակա արեցինք ու շատ գեղեցիկ եղավ այդ համերգը։ Հետո ի սկզբանե տենց է սկսվել։ Հետո արդեն Հովհաննեսի հետ ավելի մտերմացանք, ընկերացանք, հետո ասաց կուզես որ անսամբլում դու էլ որպես մեն երգիչ հանդես գաս, ասի մեծ սիրով իհարկե կուզենամ, որտեվ դա մեր կյանքն է ու մեծ սիրով են էլ Լոս Անջելեսում, որտեվ ստեղ Արմեն ջանն էնցա որ պետք է այդ ամեն ինչը պրոպագանդել, ժողովրդին ներկայացնել, որովհետև շատ կարևոր է, էլի։ Այսօր շատ երեխաներ, շատ այս սերունդի նկատի ունեմ ես չել, շատ բաներից տեղյակ չեն, էլի։ Այսինքն մենք ինչքան շատ պրոպագանդ ենք մեր հայ ժողովրդական երաժշտությունը, այնքան ավելի պարտադիր բան է, էլի, ստեղի երեխան ու ընդհանրապես մեր բոլորի համար։ Իհարկե։ Եվ դա շատ գովելի է, շատ ճիշտ է։ Միանշանակ իհարկե միանում եմ քո խոսքերին եւ նաև գիտես ինչն է շատ լավ, որ քո կողքին եւ առասարական մարդիկ, ովքեր աջակցում են այդ ամենում, որովհետեւ դե փաստորեն դե գաղտնիք չէ իհարկե սիրելի հեռուստադիտողներ, դե դու բոլորս էլ գիտենք, որ տեղափոխվելով Միացյալ Նահանգներ շատերի մոտ չի ստացվում զբաղվել այն աշխատանքով, որոնք նրանք մշտապես զբաղվում են, որովհետև շատ հարցեր կան։ Այո։ Եվ շատ լավ է, որ մեկ տարվա ասենք դու եկել ես եւ նու քո գործով ես շարունակում, ասենք քո երգով, քո տաղանդով էլ փայլում ես, շարունակում ես եւ քո կողքին այսպիսի լավ ընկերներ կան, դեմս իհարկե ջեր ողջուներս մեր Հովհաննես Շահբազյան եւ բոլոր մեր ընկերներին, ովքեր մեկը մյուսին այսպես օգնելով ձեռք են մեկնում, փորձում են եւ դուք շարունակում եք իհարկե, դա շատ լավ է։ Դե իհարկե, իհարկե շատ ներողություն, եթե տաղանդը մեջ չլներ, դա չէ լինի, բայց այդել, այո։ Շատ դժվար է ստեղ պահել ժող անսամբլ, որովհետեւ ամեն մեկը շատ զբաղված են, էլի նորից ասում եմ, մեր Հովհաննես Շահբազյանին նորից շնորհակալություն, որ շատ իր ջանքեր են, որ այդ աշխատանքի, որտեվ այսօր
30-35 հոգի Արմեն ջան հավաքես միտեղ փորձ կա, մի խոսքով համերգից առաջ նախապատրաստվել կա եւ այլն, ամեն մարդու հարմար չի լինում։ Իսկ 35 հոգու ամեն շաբաթ ինչ-որ միտեղ հավաքել փորձի 2 ժամով մի քիչ դժվար է, բայց փառք Տիրոջը, որ նաեւ մեր այդ անսամբլի տղաները եւ աղջիկները եւ կանայք, որ մեծ սիրով գալիս են ու այսինքն ամեն մեկը պետք է իր ոնց որ լուման դնի, եթե չդնի չի լինի։ Ու փառք Տիրոջը, որ այդ ամեն ինչը կա ու ավելի օրեցօր անսամբլը բնդանում է, ոնց որ, չգիտեմ, ավելի sense մի հատ դառնում է մի հատ շատ սիրուն գեղեցիկ մի հատ շատ լավ։ Ես պարզապես ուզում եմ հիշեցնել եւս մեկ անգամ, սիրելի հեռուստադիտողներ, մայիսի 26-ին Ալեքս թատրոնում երեկոյան ժամը 7-ին, չէ 7-ին, եթե չեմ երեկոյան ժամը 7-ին սիրով սպասում ենք ձեզ, լինելու է ժողովրդական, այսինքն մրցանակաբաշխությունը շատ են եղել, բայց որպես այսպիսին ժողովրդական երգի մրցանակաբաշխություն չի եղել, շատ անակնկալներով, մի խոսքով խորհուրդ եմ տալի բոլորդ գաք եւ շատ լավ օր ունենանք բոլորս միասին։ Մայիսի 26-ին Ալեքս թատրոն երեկոյան ժամը 7, առաջին անգամ Լոս Անջելեսում հայկական ժողովրդական երգի մրցանակաբաշխություն, եկեք եւ իրոք վայելեք այս ամենը, որովհետեւ իրոք վայելելու բան է։ Եվ Իշխան ջան, մինչ անցնենք մեր հաղորդման երկրորդ էջին, եւս մի փոքրիկ հարց, դու ժողովրդական երգեր ես երգում, բայց նաեւ դա համատեղում ես էստրադային երգերի հետ, հա? Այսինքն դա հեշտ է, հեշտ չի, լավ չի, պետք չի։ Թե կապ չունի դա այսպես ասեմ, որովհետև ինքը շատ գեղեցիկ է քո էստրադային երգերն է, այնպես չի, բայց ինքը որոշակի առումով տարբերություն կա, թե այդքան չես զգում որպես պրոֆեսիոնալ, այսինքն։ Արմեն ջան, ուրեմն ամենասկզբից նորից մի հատ գրանքսից, ինչի համար եմ դա ուզում ասեմ, երբ որ այն ժամանակ իմ առաջին ուսուցիչ եղել է Արամը Գալստյան, ողջուններս, նաև հետո աներս դարձավ, հա, տենց են չէ, հայրիկն է, վաստակը որ արտիստ է, Սպայտան գեղարվեստական ղեկավարն է եղել, զորական անսամբլի ղեկավարը, այդ ինչի համար եմ ուզում ասեմ, ես ամենասկզբում կլասիկ եմ անցել, այսինքն կլասիկ վոկալ եմ անցել, երբ որ մարդու հիմքը, որ ճիշտ տունը ոնց է որ սարքում ես, հիմքը եթե դրվեց լավ, այո, արդեն դրանից հետո մեջը արդեն կարասնենց դնես, կարասնենց Արամն է եղել Գալստյան, ոնց որ իմ առաջի ուսուցիչը, ես տես գնացել եմ այդ վոկալ դասերի էի գնում արդեն մոտ մի տարի ավել, հետո նոր ընդունվել եմ ջազ քոլեջ ու տենց ոնց որ շարունակվել է, բայց հիմքը որ ճիշտ է ալնում, չնայած ինչքան երգում ենք, շատ բան դեռ ունենք սովորելու, էդի չի ասածս, բայց հիմքն է կարևոր, դրա համար նաև ինձ դուր է գալի, եթե ասեմ, որ բացի են, որ ժողովրդական երգեր են, կոմպոզիտորական երգեր, այսինքն երգեր, որոնք որ ինձ դուր են գալիս, ես ունենք մեծ սիրով կատարում եմ, այսինքն ինձ այնց բանի մեջ չեմ դերվում, մենակ ժողովրդական չէ։ Շորթական եմ երգում, մեր հայ կոմպոզիտորների գործերից եմ երգում մեծ սիրով, շատ եմ սիրում։ Այսօրվա ոճի, այսինքն ոնց բացատրեմ, այս փոփ ոճի, հա, այո, հասկանալ է, դե շատ նորմալ է դա, որովհետև շատ ճիշտ ես ասում, կարևորը հիմքն է, ոնց հիմքը եթե դրված է լավ, հիմքը լավ դրված է, այսինքն շենքը, հա, կոպիտ ասած, որ արդեն վրային կառուցում ես, ինքը միևնույն է ինչ տիպի կառուցես, սենց կառուցես, սենց կառուցես, կարևորը հիմքն է, շատ ճիշտ ես Իշխան ջան։ Եվ մենք այսօր իհարկե քեզ խնդրելու ենք եւ վայելելու ենք իհարկե քո կատարումներից, բայց առայժմ չենք ասի, դրա մասին քիչ ուշ կասենք։ Հիմա անցնենք, եթե դեմ չես, մեր հաղորդման երկրորդ էջին, մի քիչ ավելի այսպես զվարճալի, մի քիչ ավելի հումորային, մի քիչ ավելի այսպես գուշակելու, մենք 3 երգի հատված ենք լսելու, տարբեր երգեր, շատ կարճ, որից հետո երգ ընդհատվելու ես քեզ 4 տարբերակ ասել եմ, որից մեկը ճիշտ է, 3-ը սխալ։ Մենք հիմա պետք է պարզապես փորձենք ընտրել ճիշտ տարբերակները։ Փորձենք, շատ լավ։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, անցնում ենք մեր հաղորդման երկրորդ էջին եւ միասին Իշխան Խաչատրյանի հետ խնդրեմ լսենք առաջին երգի հատվածը։ Հիշում եմ աչքերը քո, որ անմոռանալի է, հիշում եմ հայացքը քո, որ շատ սիրելի է, Գային սիր աչքերիս ու շտացիր, Սիրով սիրտս լուծիր ու հրացար, Երկար նայեցի ես
չգիտեմ ինչ արեցի, վերջը երկար նայեցի ես, հիմա շարունակությունը։ Երկար նայեցի ես քո աչքերին, երկար նայեցի ես քո խալերին, երկար նայեցի ես քո ետևից եւ երկար նայեցի ես քո ետևին։ Այս են 4 տարբերակ, որը շատ կարող է լինել։ Եթե առավել եւս խալերը ետևը, ետնամ ասում է ետևը, որը բացառի Երկար նայեցի ես քո ետևին։ ետևին չեմ, բայց խալերին կարելի է, բայց խալերն այլ։ Բացի վերջի տարբերակից երկար նայեցի ես առաջինը քո աչքերին, քո խալերին, քո ետևից, չորրորդը հանեցինք։ Քո աչքերին, քո խալերին, քո ետևից։ Կարծում եմ քո աչքերին։ Քո աչքերին, խալերին չենք նայում։ Խալերին Կարող է հետաքրքիր տեղ է խալերը, մտնեմ կարելի մեծ ցույց կտաս խալերը։ կարող է լինի, բայց դժվար։ Կարծում եմ աչքերին։ Ետևից էլ չեմ։ Ետևից հնարավոր է, բայց աչքերին ավելի ճիշտ կլինի, էլի։ Շատ լավ։ Երկար նայեցի ես քո աչքեր, դա ամեն դեպս առաջ տարբերակը երկու հատ երկ ունենք։ Այսինքն եթե սա սխալ լինի, հələ տեղ ունենք, հետո հետ բերել։ Հասկացա։ Երկար նայեցի ես քո աչքերին, ճիշտ է դա թե ոչ, եկեք միասին լսենք, եթե դուք նույնպես ընտրել եք սիրելի հեռուստադիտողներ, նույնպես կտեսնենք ճիշտ է դա թե ոչ եւ արդեն կանցնենք երկրորդ երկին։ Խնդրեմ։ Նայեցիր աչքերիս ու շփտացիր, սիրո սիրտս լցրիր ու հեռացար, երկար նայեցի ես քո ետևից։ Քո ետևից։ Այ երբ խալերը ընդեղ են դրա համար էր հետևից նայում։ Հետևի մասում են խալերը։ Ոչինչ, 1-0 պարտում ենք, բայց երկի պարագայում կլինի։ Երկի, բայց դեռ երկու տարբերակ ունենք, երկու երկի մատված ենք լսելու։ Եվ այսպես սիրելի հեռուստադիտողներ, առայժմ 1-0 պարտվում ենք միասին իշխանի հետ եւ անցնում ենք խնդրեմ երկրորդ երկի հատվածին, հենց հիմա լսենք, եթե կարելի է մի քիչ բարձր երաժշտություն, խնդրեմ։ Ինչքան սիրուն աղջիկներ կան քաղաքում, ինչքան սիրուն աղջիկներ կան մեր երկրում, ինչքան սիրուն աղջիկներ կան մեր գյուղում, եւ ինչքան սիրուն աղջիկներ կան մեր դաչում։ Միշտ բառը միշտ սիրում եմ ինքը, որովհետեւ դաչան դե առասարակ դա ամառանոցն է, հա, դաչան մեր պարագայում իհարկե դարձել է դաչ։ Եթե հումորով պատասխանեմ, դաչում Դաչում, որտեղ ավելի լավ է, իհարկե, պատկերացնում զգնում ես դաչ մեկ է տեն մեր սիրուն աղջիկները, էս ովքեր են եկել մեր դաչ։ Իսկ եթե ավելի լուրջ, այո, ինչքան սիրուն աղջիկներ կան մեր քաղաքում։ Քաղաքում այսինքն։ Այո։ Դե երկրում, գյուղում կան, հիմա էլ քաղաքում, հա, շատ լավ։ Ինչքան սիրուն աղջիկներ կան քաղաքում, այս տարբերակը ընտրեց իշխանը, ճիշտ է դա թե ոչ, եկեք լսենք եւ անցնենք վերջին երրորդ երկին, խնդրեմ։ Այո, ինչքան սիրուն աղջիկներ կան քաղաքում, մեր երկրում, գյուղերում, բոլոր տեղերը եւ առհասարակ մեր աղջիկները մեր ամենասիրունն են աշխարհում։ Ես այդպես էլ կա, եւ դա շատ անկեղծ։ Մեկ հիմա երրորդ վերջին, հա, հույս կա, վերջինը, մի քիչ վերջինը դժվար է լինելու, որովհետեւ ինքը զուտ գուշակություն է լինելու։ Պետք է գուշակենք, հա։ Ես հիմա կբացատրեմ, կլսենք, հետո կասեմ ինչի, բայց փորձենք։ Խնդրեմ երրորդ երկի հատվածը միասին լսում ենք։ Ապրես ուրախ երբեք չասես մենակ ես, լինես ուրախ Աստված հետ իմ բարես, հայրդ մասին սիպես ծնուտը տեն նշում այսպես, դենացրեք վաժակները, պատարնեք շուրջ բոլորը, ամեն տարի այս ժամի շնորհավոր եք իմ բանի, Շնորհավոր լինի, սիրուն բալիկիս ծնունդը շնորհավոր լինի, առաջին տարբերակը, երկրորդը, շնորհավոր լինի, Արշո բալիս ծնունդը շնորհավոր լինի, դրա համար էլի գուշակում, շնորհավոր լինի, Անո բալիս ծնունդը շնորհավոր լինի, եւ շնորհավոր լինի, Քիսո բալիս ծնունդը շնորհավոր լինի։
Այստեղ պետք է գուշակել, որովհետև փաստորեն, չէ, գուշակել որն է, դե կա մի տարբերակ, որ անուն չկա, պարզապես սիրուն բալիկից, բայց 3 անուն կա, այնուամենայնիվ Արշո, դե այստեղ այսպես ամբողջական անուններով 4 տարբերակն էլ կարա լինի։ 4 տարբերակն էլ կարա լինի, հա, բայց պետք է դրա համար ասեցի, պետք է գուշակենք մի քիչ։ Գուշակենք ումը կարա լինի։ Արշո, Անո, Քիսոն։ Կարճ է, իհարկե Արշակ, Անահիտ, Քրիստինե, բայց ինքը Սիրուն բալիս Սիրուն բալիկից։ Սիրուն բալիս կարծում Դե սիրուն բալիկից ինքը ընդհանուր բոլորին կարող է լինել։ Դե միգուցե տենց է, չգիտեմ։ Դե դրա համար չգիտեմ, օրինակ ես օրինակ չգիտեմ, դա ճիշտ տարբերակը, բայց ես օրինակ կընտրեի ոչ թե անհավանական, այլ չգիտեմ, օրինակ Քիսոն։ Հնարավոր է, բայց չգիտեմ, խի մտածում եմ, որ շնորհավոր սիրուն բալիս ծնունդը շնորհավոր։ Դե սիրուն բալիկից ինքը բոլորն է կա, եւ այո, եւ Արշակը, եւ Աննայտը, եւ Քրիստին մեր բոլոր բալիկներին իհարկե շնորհավորում ենք, բայց դա երևի ավելի գուշակենք։ Այնուամենայնիվ փորձենք գուշակել։ Քիսո բալիս։ Քիսո բալես, սենց որոշեց իշխանը, գուշակում ենք իհարկե, որովհետև իրոք այստեղ գուշակում ենք, չգիտեմ դուք ինչ եք գուշակել սիրելի հեռուստադիտողներ, բայց մենք հիմա միասին կլսենք ճիշտ տարբերակը եւ կանցնենք առաջ, խնդրեմ։ Պաստորեն 7-րդ զգայարանը Քիսո բալիս ծնունդը։ Շնորհավորում ենք բոլոր մեր սիրուն բալիկներին, բոլոր այստեղ կան Արշակներ, Անահիտներ, Քրիստինեներ, բոլորին մեր բալիկներին, մեր հրաշալի բալիկներին անոք մանկություն իհարկե մաղթելով եւ խաղի երկինք։ Հաղթեցինք իշխան ջան, հաղթեցինք եւ այո, եւ հիմա մինչ մեր հաղորդման ավարտին անցնելը խնդրեմ մի քիչ խոսենք իհարկե մոտակա նախագծերի մասին։ Եվս մեկ անգամ արի, եթե դեմ չես հիշեցնենք մոտակա նախագիծը մայիսի 26-ին Ալեքս թատրոնում տեղի կունենա հայ երգի ժողովրդական երգի մրցանակաբաշխություն, համերգ մրցանակաբաշխություն, որտեղ երգեն շատ երկիչ երկչույներ, մի խոսքով չեմ ուզում, այսինքն ուզում եմ, որ անպայման ներկա լինեք, գաք եւ վայելեք, որտեվ մեկ ուրիշ բանա հեռուստացույցով վայելելը, մեկ ուրիշ բանա, երբ որ դահլիճից նստած, ու միջալոց Արմեն ջան, կենթանի հնչողությամբ, այո, բոլորը երկերը լինելու են կենթանի հնչողություն, մեր Լոս Անջելեսի նվագախմբի հետ, ժողովրդիկների անսամբլի հետ, նենց որ ժողովուրդ ջան արեք եւ հայելեք մեր գեղեցիկ ժողովրդական կատարումները։ Բրավո, այո։ Սիրով կսպասենք բոլորին։ Իսկ քո այսպես նոր երգեր կամ կան այլ նախագծեր, թե առայժմ համերգով։ Առայժմ համերգով, ահա։ Հա, դե այս մի քանի այս ինչ որ տեղափոխվել եմ, այս 1 տարվա ընթացքում 3 տեսալովակ եմ ստեղծել։ Արդեն ստեղծել ես, շատ լավ, ահա, շատ լավ։ Տեսալովակ եմ նկարել Արմեն ջան։ Որից մեկ երկը կերքեմ։ Այո, անպայման եւ ես ուզում եմ մենք անդրադառնանք, ահա։ Նու ժողովրդական երգ չի, բայց ինքը շատ գեղեցիկ երգ է, սիրո թեմայի երգ է, սիրուն երգ է, կարծում կհավանեք։ Շատ լավ։ Դե մի խոսքով իհարկե բուրըն գործունեությունը շարունակվում է եւ իհարկե նորանոր նոր պրեմիերաներ երգեր կլինեն։ Շատ լավ։ Շատ լավ։ Իշխան ջան, եւ ահա, հիմա փաստորեն եկավ այն պահը, որ միշտ մեր վերջում հաղորդման ավարտին միշտ մեր հյուրերին խնդրում ենք, երգիչ երգչուներին, եթե մեզ մոտ հյուր են լինում, իհարկե մի երգ մեր հեռուստադիտողներին երգեն, մատուցեն, վայելենք մենք բոլորս եւ արի այս քո երգը, որը կոչվում էր, եթե խնդրում եմ ինձ հիշեցնես, Սերիմ քեզանով։ Սերիմ քեզանով, շատ գեղեցիկ երգ եւ ինքը մի քանի ամսվա, հա նոր է։ 3 ամիս։ 3 ամիս, շատ գեղեցիկ երգ է եւ տեսալովակն է շատ գեղեցիկ եւ եթե դեմ չես, այո, Սերիմ քեզանով, որովհետեւ իր սերը դա անհաղթարելի ուժ է եւ սիրով կարելի է հաղթել ամեն ինչ։ Եվ առասարակ երբ այ երգը կերքի այս երգը իշխանը, ես կարծում եմ ել ավելի կրկնապատվի այդ ամենը։ Ես խնդրում եմ դու պատրաստվես ընդամենը մի քանի վայրկյան, իսկ մինչ սիրելի հեռուստադիտողներ իշխանը պատրաստվում է եւ մեզ բոլորիս իհարկե այդ հաճելի րոպեները կպարգևի, ես ուզում եմ եւս մեկ անգամ նշել
հիշեցնել մեր նախագծի գործընկերների մասին, շնորհակալություն հայտնելով իր աջակցության համար։ Իրենց աջակցության համար նախագծի հովանավոր 911 Detox Center կազմակերպություն, որ օգնում է մարդկանց, ովքեր ունեն վնասակար սովորություններ, ունեն կախվածություն, վերադարձնում է լիարժեք կյանքի, օգնում է այդ մարդկանց, այնպես որ եթե կա խնդիր 911 Detox Center-ի հետ, խնդիրը լուծված է։ Հեռախոսահամարն է 409 99111։ Մեր նախագծի գործընկեր Lido Palms Resort and Spa հյուրանոցային համալիրը, որը պարզապես առողջարան է, առողջարան ոչ թե հյուրանոց, հենց այնպես։ Լողավազանդներ տաք հանքային ջրով, հարմարավետ համարներ, այն ամեն ինչ հարկավոր է լիարժեք լավ հանգիստը վայելելու համար։ Զանգահարեք, ամրագրեք տեղերը, գնացեք եւ վայելեք 760 329 60 33։ Եվ այսպես պատրաստ ենք։ Պատրաստ ենք։ Դե ինչ սիրելի հեռուստադիտողներ, եկեք վայելենք սիրո թեման Իշխան Խաչատրյանի կատարմամբ Սերիմ քեզանով հրաշալի երգ եւ նվիրում ենք ձեզ բոլորին եւ մաղթում ենք սեր։ Բրավո, շնորհակալություն Իշխան ջան։ Ես եմ շնորհակալ Արմեն ջան։ Դնենք սա այստեղ, շնորհակալ եմ քեզ իրոք անչափ երգ հիանալի կատարում, իրոք սիրո թեմա եւ շատ գեղեցիկ ստացվեց եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել քեզ իմ հրավերքս չմերժելու համար, ուրախ եմ քեզ տեսնել այստեղ, իհարկե վաղուց չէինք հանդիպել, շատ ուրախ եմ, որ շարունակում ես քո գործունեությունը, շատ լավ լինում է, ամեն ինչ ստացվում է եւ էլ դեռ պետք է շատ եւ շատ առաջ գնանք։ Ես եմ շնորհակալ Արմեն ջան, շնորհակալ եմ նաեւ լավ խոսքերի համար, ուրախ եմ նորից, որ այսօր մի քանի րոպե լավ ժամանակ ունեցանք եթերում։ Ուզում եմ, որ միշտ ամխափան լավ եթերներ ունենաս, լավ հյուրերով։ Այդ ձեզ նման լավ հյուրեր թող միշտ մեր, իմ լավ ընկերները միշտ հյուրընկալվում են այստեղ մեր IMJ հեռուստաընկերության տաղավարում իհարկե մշտապես մեր լավ ընկերները, մեր հյուրերը բոլորը այստեղ են եւ մենք միշտ սիրով սպասում ենք իրենց։ Շնորհակալություն Իշխան ջան։ Սիրելի հեռուստադիտողներ, հանդիպելու ենք արդեն հաջորդ 5 շաբթի երեկոյան 22:30 դե իհարկե IMJ հեռուստաընկերության եթերում առողջ եղեք, մի քիչ զինվեք համբերությամբ եւ մենք անպայման սիրելով կսպասենք։ Նախագծի հովանավոր 911 Detox Center։ Նախագծի հովանավոր Lido Palms Resort and Spa։ Lido Palms Resort and Spa առողջարան, հանքային տաք բուժիչ ջրով բացօթյա եւ փակ լողավազաններ, ջկուզի, մերսման հատուկ սենյակ, սպա եւ անվճար կայանատեղի։ Հանքային տաք ջրով լոգանքները առողջարար են ոսկրերի ցավի, աղային կուտակումների, նյարդային խնդիրների եւ շատ այլ հիվանդությունների դեպքում։ Առողջարանը ունի 10 առանձին սենյակներ, ապահովված բարձրորակ հանգստի համար անհրաժեշտ ամեն ինչով, ներառյալ լոգարան, խոհանոց եւ գրիլ։ Շատ մոտ է խաղատներին։ Գտնվում է Desert Hot Springs-ում, Palm Springs-ի հարևանությամբ։ Զանգահարեք, ամրագրեք ձեր սենյակը 760 329 60 33 հեռախոսահամարով։ Հրաշալի եւ բուժիչ հանգիստը ձեզ է սպասում։